երկար ժամանակ ես ժողովրդին փոխում են համոզել, թե իդեպս Ալտայի ժողովի Հայաստանում գործում են մի հանցագործների մարմին, որը թույլ չի տալիս իրենց նման հանցագործներին պատասխանատվություն տանջել։ Այս քարոզչությունը տարվում է բարձրաստիճան պետական պաշտոնյաների խորանարարությամբ պետական քարոզչամիջոցների։ Ինձանում միշտ այդ հարցն առաջացել է. ինչու է այս մարդկանց ձեռ տալիս վարկաբեկել այս Ալտայի ժողովը։ Այդ հարցը ինձանում միշտ առաջացել, որտեղ իրենք էլ լավ գիտեն, որ եթե Հայաստանում կա X թվով հանցագործներ, 0.01%-ն է խորհրդարանում, եթե կա։ Ի՞նչն է այս մարդկանց տիպում ուշադրությունը սևեռել խորհրդարանի վրա, որովհետև այս մարդկանց խորհրդարանը կխանգարի, որպես իրենք երկրին տիրանան այնպես, ինչպես որ իրենք են ծրագրավոր են։ Թույլ չի տալիս խորհրդարանը, որ նրանք իրենց տերը զգան եւ մտածեն, որ պետությունը իրենք են, ներազգի ճակատագիրն իրենք են տնօրինում։ Եթե մենք իրենց պես չմտածենք եւ իրենց հետ չհամաձայնվենք, ուրեմն մենք հանցագործենք, որովհետեւ իրեն ազգի փոքրը ապրող մարդիկ։ Իսկ մոտ երկրորդ հասնա միշտ առաջացել։ Այս մարդիկ, որ իրենց լծակներից զրկվեն, քաղաքականությամբ կզբաղվեն երկրից։ Ես վստահ եմ, որ չեն զբաղվում։ Երանեկար, որովհետեւ չեն հավատում նրան, ինչի համար իրենք այսօր աշխատում են։ Այն ես նկատեմ այն ինչ-որ հրճակում։ Եվ այստեղ խնդիրը դրված չի, Վանո Սիրադեղյանը մեղավոր է, թե ոչ, ճիշտ են ասում, դա մեր խնդիրը չի, դի դատարանը։ Դա դատարանի խնդիր։ Բայց այստեղ մի հարց է առաջանում։ Ստիպված են այս մարդիկ Վանո Սիրադեղյանի հարցն առաջ քաշել, թե համոզմունք ունեն։ Իմիջիալոց չեմ ուզում ուրիշ մարդկանց աղնուտան, բայց ըստ Վազգեն Սարգսյանի ելույթի երկրապահի համագումարում ստիպված։ Շատ են խորացել այս հարցում, չեն կարող այլևս այս հարցը չգիտնել խորհրդարան, բարոս։ Այս այս մարդկանց։ Այ որ շատ խորացած չմնեին չէին։ Ումի երրորդ հասնա այս մոտ առաջան։ Այս մարդիկ ուզում են կարգ ու կանոն հաստատեն երկրում, թե ուզում են ասեն ով մեզ հետ համաձայն չի, բանոյորն անգնելու, կսարքենք գործը։ Կարող այս մեկը սարքված չի, բայց մտածների համար կսարքենք։ Եվ այստեղ է, որ մեր հասարակությունը, որը բարեբախտաբար այս տեսագրվում է եւ պիտի ցուցադրվի, հույս ունեն, որ ցուցադրվի։ Պիտի համոզվի, որ մենք չենք ուզում կարգ ու կանոն հաստատվի երկրում, բայց կարգ ու կանոն ժողովրդի համար, որտե արխոնյալների։ Եթե մեկ տարի առաջ, գրեթե մեկ տարի առաջ, ես որպես նախագահի թեկնածու Քարոզարշավում ասում էի, որ ժողովրդի բզին փաթաթված իշխանությունը չի կարող լուծել ժողովրդի հարցերը, եւ երբ որ համոզվի, որ չի կարող լուծել, պիտի գաղափարախոսություն փաթաթի մեր ժողովրդին ու մասսայական դատավարություն սկսի։ Ուրիշ ճանապարհ չունի իշխանությունը իրականություն արդարացնելու։ Ես չեմ ուզում լինել այն պատգամավորների շարքում, որոնք այս առիթ այս իշխանությունների գտան, որտեղ դա դժբախտություն այս իշխանությունների համար եւ մեր ժողովրդի համար։ Եվ այդ գեղեցիկ խոսքերը, որ Բանոյի շահից է խոսում, եկեք համաձայնվենք, որ Բանոյին դատենիքների պետք է գնա արդարանա։ Այս խոսքերով ասող մարդկանց էլ ես չեմ հավատում, որ անկեղծ են։ Դրինյալ ճշմարտություն են ասում, բայց Բանոյի շահից է բխում մեր բոլորի, որ Հայաստանը նման իշխանություն չունենա, որ ճիշտ ակարադատություն կայանա։ Ես ոնց հավատամ այստեղ նստած դատախազին հարգելի, մեզ հետ պատգամավոր էր մի քանի տարի, հիշում եք իր ելույթները ստուդիոյում, զռել է։ Հարց չկար արտահայտվել, ես ոնց համաձայն, որ այս մարդը սկզբունքային է։